Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցեց Սուրբ Պատարագի Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում։ Պատարագը մատուցեց Արմավիրի թեմից Տեր Մկրտիչը։ Ես կանգնել եմ ու պետք է կանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Այս իշխանության կողքին։ Եկել ենք պատարագի եւ մեր վարչապետի աջակցությամբ։ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղիկներ խոնարհելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարները, պատգամավորները, Շիրակի մարզպետը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքացիներ եկան Սուրբ Յոթվերք եկեղեցի։ Այստեղ պատարագ մատուցեց Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ Քահանա Մուշատյանը։ Հիշեցնենք, Շիրակի թեմի հոգևոր հայրերը միաբերան հրաժարվել են պատարագ մատուցելիս զեղչել կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները։ Վարչապետի խոսքով Գարեգին Բ կաթողիկոսը սպառնալիք է երկրի համար, ուստի նա կմասնակցի այն քահանաների պատարագներին, ովքեր կզեղչեն կաթողիկոսի անունը։ Հենց այդպես արեց Տեր Մկրտիչը։ Մի կողմից սուրբ, մյուս կողմից կեղծ որակավորված այս պատարագը արդյոք եկեղեցու բռնազավթման արդյունք չէր, Ալեն Սիմոնյանը նշում է։ Ես կարծում եմ այնտեղ որտեղ որ ժողովուրդն է, այնտեղ որտեղ որ պատարագ է հնչում, չի կարող բռնազավթում լինել, հա։ Եթե ամեն ինչ քրիստոնեական, հայրաքելական եկեղեցու կանոններով է արվում, ուզում եմ հասկանալ, այդ անձերի վրա կենտրոնանալը, եկեղեցին մի սարքեք, մի անձի, ինքը անձի համար չէ։ Ի վերջո, ով է եկեղեցին բռնազավթում, այս հարցը բախումների տեղիք է տալիս։ Եթե նայում ես իրան շուրջ կառնած լրագրողներին, հասկանես, որ չի խոսած։ Հոգևոր կյանքը դիալոգ ասում ազգային անվտանգությունը բանը հատետերին համոզվա որ դառնան բան։ Հասկացա կարա։ Եկեղեցին բռնազավթողների դեմ է այն ամենը, ինչ մենք անում ենք։ Ուժով կատարված պատարագը պատարագ չէ։ Բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ։ 88-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակն են այսպիսով հարգում պատարագի մասնակիցները։ Մարզպետ Դավիթ Արոշանյանի խոսքով այսօր պատարագի այլ խորհուրդ լինել չէր էլ կարող։ Բնականաբար համադրված էր օրվա խորհրդի հետ, այսօր այլ խորհուրդ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանից դուրս մեր բոլոր եկեղեցիներում երևի թե չի կարող լինել, մասնավորապես Գյումրիում օրվա խորհրդին էր նվիրված պատարագը եւ բոլորիս անչափ Աստված։ Եկեղեցական կանոնները չգիտեմ, բայց նաև 4 սրբազաններն էին մեր այստեղ ներկա եւ պատարագ մատուցվեց մեր զոհվածների համար։ Եկեք չդարձնենք այդ պատարագը քաղաքական գործընթացներ, չդարձնենք մեր քահանաներ, թե չէ Հայաստանի Հանրապետության բոլոր եպիսկոպոսներն ու քահանաները, մեր քահանաներն ու եպիսկոպոսներն են չունի որևէ մեկին չի արգելվել, մեր Շիրակի թեմը որոշում է կայացրել, որ պատարագը պետք է ինքը իրենք պատարագ են անելու այլ եկեղեցում, որտեղ եւս պատարագ է արվել։ Տեր Մկրտիչը ուներ իրավունք առանց թեմակալ առաջնորդի թույլտվությամբ պատարագ մատուցել։ Պաշտոնյաները նշում են, չեն խառնվում եկեղեցու կանոնակարգին, օրվա խորհուրդն են առաջ քաշում ու հորդորում զերծ մնալ քաղաքական շահարկումներից։ Ես խնդրում եմ ինձ կանոնների մեջ, ես այդ կանոնների եւ դուք նույնպես եւ մեր հերոստատիտողները այդ կանոնները անգիր չգիտենք, որ մենք հիմա մեր վեճը, մեր խոսակցությունը իմաստ չի ունենալու։ Առաջնորդի դիմեք, ես առաջել եմ, տեսեք, ես առաջել եմ պատարագների մասնակցել, ասենք Facebook-յան իմեջում եթե փնտրեք, նույնիսկ նկարները կգտնեք։ Ես խնդրում եմ, ինձ այդ կանոնագրքի, կանոնների մեջ, վեճի մեջ մի մտցրեք։ Քաղաքական եթե հարց կա, ասեք ես։ Խոնարհվենք անմեղ զոհերի հիշատակին եւ զերծ մնանք քաղաքական շահարկումներից, Գյումրին չսարքենք թաթերաբեմ, բայց քանի որ հարցը հնչեց, ես կարող եմ միայն նշել, որ մենք որևէ քաղաքական տարր այս ընդհանուր եկեղեցու նկատմամբ չենք ցուցաբերում, մեր ամեն կիրակի պատարագների մասնակցությունը ունի իր խորհուրդը, որի մասին վարչապետը անձամբ խոսում է, մենք ինքներս ենք հոգևոր նորոգման գործընթացը մեզանից սկսել եւ ուզում ենք մենք օրինակ լինել բոլոր հավատացյալ քաղաքացիների համար, որոնց թիվը շատ մեծ է։ Իսկ Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցավ 37 տարի։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան այսօր։